Չկա Տիկին Վարդանյանը։ Այստեղ եմ։ Այստեղ եք։ Բարև ձեզ։ Պարոն Ռուբինյան, ողջունում եմ ձեր ռեբրենդինգի փորձը, բայց վստահություն չեք ներշնչում, ճիշտն ասած, հավատալ չեք ներշնչում ու անկեղծ ասած նի վերյու, որովհետև կա այն հետագիծը, որը կա ու դա փոխել հնարավոր չի։ Ասում եք ԱԺ ռեյտինգը ցածր է, որովհետև պարզվում է ինչ, ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի քվեի հետ։ Մենք ընդունում ենք, ցավով, բայց ընդունում ենք, որ մեր 100 հազարավոր քաղաքացիներ դեռևս տարբեր պատճառներով, տարբեր մոտիվացիաներով ու վախերով ձեզ տարբեր ընտրություններին ձայն են տալիս։ Մենք վիճարկում ենք, որ այս ընտրություններին այդ ձայները ձեզ բավականացրել է այս համամասնության համար։ Բայց եթե դուք եկել եք մեզ համոզելու, որ այս դահլիճում պատգամավոր եք լռեցրել, ՊՊՑ եք կանչել, այն միջանցքներում լրագրող եք քաշ տվել, որովհետև ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի քվեի հետ, կներեք, դա երեսպաշտություն է։ Դուք դա արել եք, որովհետև դա ձեր արժեհամակարգն է։ Մենք այդտեղ կապ չունենք։ Ու սիրելի հայրենակիցներ, պարզ մեթոդաբանություն կա ստուգելու իրոք ԱԺ-ս խայտառակ պատկերի հիմքը, ակունքը որտեղից է։ Նայեք ՔՊ-ն որտեղ է իշխանություն, տեսեք այդ նիստերը ոնց են ընթանում։ Ասենք լավ, ստեղի ընդդիմությունը վատն է, Երևանի ավագանիում ինչ է։ Մյուս տեղերում ոնց է։ Իսկ 2018-ից առաջ մենք սենց պատկերներ տեսել էինք, բա ինչի չենք տեսել։ Իսկ դուք տեսել եք, հա, սենց պատկեր եք տեսել։ Իսկ ես մի հատ կիսանձնական բնույթի հարց ունեմ ձեզ։ Իսկ դուք ընդհանրապես ձեր մտքով անցկացնում եք, որ մարդիկ ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Քանի ընտրության արդյունքի հետ չեք հաշտվել, որ համայնքում չի ընտրվել ձեր սրտի համայնքապետը, հետապնդել եք իրան։ Ընդդիմադիր սպանված համայնքապետ ունենք։ Հիմա ով չի հաշտվում ընտրող ժողովրդի քվեի հետ։ Ես ուզում եմ անդրադառնալ, ինչ այսինքն։ Այսինքն կապ ուներ այն, որ այդ սպանությունը բացահայտված չի, որ այդ սպանությունը ձեր ուժայինների կողմից իրականացնողը շատ ակուրատնի բերման է ենթարկվել, իսկ բլոգերները, ովքեր ձեզ համարձակվել են քննադատել, տրվել են ասֆալտին։ Կապ ուներ ձեր առանձնահատուկ դրական վերաբերմունքը։ Ես ուզում եմ լեգիտիմության խնդրին անդրադառնալ։ Նկատել եք, սիրելի քաղաքացիներ, որ խորհրդանում վեճ չկա, որ լեգիտիմության խնդիր կա, լեգիտիմության ճգնաժամ կա։ Ուղղակի իշխող ուժը ասում է, ընդդիմությունը լեգիտիմ չի։ Ընդդիմությունը հիմնավորում է, որ իշխող ուժը լեգիտիմ չի։ Այսինքն վեճ չկա այս խորհրդարանը, այս մեծամասնությունը, այս դրանից բխող ամեն ինչ լեգիտիմ է, թե չէ։ Պատճառների մասին վեճ կա։ Դուք 8 տարի արդեն ստատուս գրող ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի չեք։ Իշխանություն եք, դուք գիտեք, որ եթե մի պատգամավոր, մի մանդատ անգամ ոչ լեգիտիմ է ձևավորվել, ամբողջ խորհրդարանը դրանից բխող կառավարություն եւ այլն ոչ լեգիտիմ է։ Հիմա այս ամեն ինչը իմանալով ո՞նց եք 550,000 քաղաքացու ասում, որ իրանք կաշառքով են քվեարկել։ Ո՞նց եք տենց բան ասում։ Դուք հասկանում եք, որ դրանից բխում է, որ ոչինչ լեգիտիմ չի։ Մենք սահմանադրական դատարանում չենք վիճարկում, որ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն։ Այո, դրանք կարող էին ավել լինել, եւ եթե այդ ընտրախախտումները չլինեին։ Մենք ասում ենք ձեր ձայները, ձեր այդ համամասնությունը, որը ստացել եք, Արամ Վարդևանյանը իմ գործընկերը նշեցին ինչ մեթոդներով, լեգիտիմ չի։ Մենք ասում ենք ընտրությունները կեղծվել են ու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն են ինչի համար։ Որովհետև առաջին անգամ ուղիղ եթերով ոչ թե ժողովուրդը, այլ ԿԸ-ն որոշել է, ովքեր պիտի լինեն ազգային ժողովում, ովքեր պիտի չլինեն։ Գիտեմ, սիրելի հայրենակիցներ, երբ այս ամենի մասին խոսում ենք, դուք կարող եք ասել, բայց քվեատուփեր չեն գողացվում, այսինքն ո՞նց է այլ ընտրությունները կեղծվում։ Հա, 21-րդ դարում քվեատուփ կարա չգողացվի ընտրության կեղծելու համար, բայց դուք պատկերացնում եք, քանի քվեատուփ պիտի գողացվեր ու ինչքան քվեաթերթիկ պիտի լցոնվեր, մի ամբողջ ուժ 50,000-ից ավել ձայն ունեցող ուժի ձայները գողանալու համար։ Այսինքն դուք ուզում եք մենք ձեզ շնորհակալություն հայտնենք, որ ձևերն եք փոխել, ավելի ակուրատնի եք անում, դրա համար ձեզ կրեդիտ տանք, չէ, կներեք, չենք կարող տանք։ Դուք կրկնում եք վատագույն ավանդույթները, ավելի սիրուն ու պուպուշ։ Բայց դա էությունը չի փոխում։
Քաղաքացին ուղղակի ավելի դժվար է դա տեսնում։ Դրա համար էլ ասում ենք ամենախայտարակ ընտրություններն են, որ խայտարակ ընտրություններից մեկն են։ Դուք ասում եք, որ ո՞նց ժողովրդավարություն չկա, նայեք ընդդիմություն կա Հայաստանում։ Նախ ընդդիմությունը միշտ եղել է այս դահլիճում։ Ուզում եք, այսինքն դա է միակ չափանիշը ժողովրդավարությունա, թե չէ, ուրեմն ոչ մի նախորդ իշխանության չեք կարող քննադատել։ Ընդդիմությունը միշտ եղել է այս դահլիճում, բայց ամենաշատ թվով ընդդիմադիրները ձեր օրոք են անձեռնամխելությունից զրկվել պատգամավորները։ Դուք ասում եք, եթե դուք Facebook-ում ստատուս եք գրում, դա մեր շնորհքն է։ Այդքան ժողովրդավար ենք։ Կներեք, բայց դες մեկը երևի պիտի ասի, որ դուք Աստված չեք։ Դուք տիեզերքի տիրակալը չեք։ Մի վերագրեք ձեզ բաներ, որոնք ձեզնից կախված չեն։ Այո, 21-րդ դարում կա համացանց։ Դա փոխում է շատ բան։ Բանը, դրա կրեդիտը ձերը չի, որ ստատուս են կարողանում գրել ու ավելի լիբերալիզացվել է այս դաշտը։ Բայց դուք ստատուս գրող մարդուն բերման եք ենթարկում, ձերբակալում եք։ Դա ժողովրդավարության ցուցիչ է։ Դուք վախեցնում եք, ու եթե ինձ հակադարձել եք նրանով, բա դու ինչի նստած չես։ Ժամանակի հարց է, որտեղ ես չեմ արել ոչ մի բան ավել կամ ոչ մի բան պակաս, օրինակ Լիդիա Մանթաշյանի արածից։ Ոչ մի բան ավել կամ պակաս։ Ուրեմն ժամանակի հարց է, մինչև ինձնից էլ բլոկնոտ կգտնեք կամ էլի եմ ասում, իմ կանացի պայուսակում մասսայական ոչնչացման զենք կգտնեք երևի մի օր։ 21-րդ դարի բռնապետերը, այո, կարող եք չկացնահարել ավտորիտար ռեժիմները, կարող են էլ չկացնահարել, բայց դրանից իրանց էությունը չի փոխվում։ Դա հետ չեք գնում ասում, մեր թվարկությունից առաջ էլ միապետներին օրինակ զոհեր էին մատուցում, հիմա Նիկոլ Փաշինյանի զոհեր են մատուցվում։ Չէ, ուրեմն բան չի, բռնապետ չի, ավտորիտար կառավարում չունի։ Հիմա Սիրելի հայրենակիցներ, այսքանից հետո դուք իսկապես լեգիտիմ հարց կարող եք տալ, խորհրդարանի լեգիտիմությունը վիճարկում ենք, խոսում ենք այս ամեն ինչի մասին, խոսում ենք բռնապետական գործիքակազմի կիրառման մասին, բա լավ, դուք այստեղ ինչ եք անում, ինչ եք անում մեր դեպքում արդեն 6-րդ տարին։ Ես իսկապես ուզում եմ առաջին այս նիստին առիթ օգտագործելով շատ անկեղծ այս հարցին պատասխանել։ Գիտեք, ընդդիմադիր պատգամավոր լինելը, ընդդիմադիր գործիչ լինելը մեր օրերի երևի ամենաոչ կրեդիտ տրվող մասնագիտությունն է, ամենաոչ շահեկան զբաղմունքը, որովհետև լրագրողները իրենց գործունեության համար ստանում են կրեդիտներ, փաստաբանները ստանում են, բայց ընդդիմադիր պատգամավորներից հակառակը պահանջում են արդյունք, եւ դա ճիշտ է, ես այստեղ խնդիր չունեմ։ Ընդդիմադիր պատգամավորներին չեն ասում, դուք անդադ քննադատում եք, ասում եք, այդ խոսույթի պատճառով է, որ դուք այնտեղ կիսվել եք։ Իսկ կարող է այդ խոսույթի շնորհիվ է, որ ընդդիմությունը 200,000 ավել ձայն է ստացել, ու եթե դուք ԲՀԿ-ի ձայները չգողանայիք, հիմա 4 խմբակցություն այստեղ կլիներ, ու 3-5-րդ անգամ չէիք ունենա։ Այսինքն ձեր վիճակը գնալով վատանում է, ընդդիմությունը իր դիրքերը ամրապնդում, ասում է ձեր խոսույթը սխալ է։ Մենք տեմպերի մասին կարանք խոսանք, այդ տեմպերը մեզ էլ չեն գոհացնում, բայց ես ինչ եմ ուզում ասել։ Այո, այստեղ ենք, չնայած այս ամեն ինչին, որ լինենք ձեր խոսափողը, լինենք ձեր օրակարգերը բարձրաձայնողը, որովհետև չափազանցություն չի, որ Հայաստանը հիմա ընդդիմությունը ավելի կարևոր է, քան երբևէ։ Հայաստանում հիմա ընդդիմություն չլինի, հայկական օրակարգերից խոսող չլինի, գերիների հարցերից միջազգային ատյաններում խոսող չլինի, քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին խոսող չլինի։ Դա բավարար է իրավիճակ փոխելու համար, չէ։ Մենք այստեղ ենք, որ այս գործիքակազմով մեր օրակարգերի շուրջ համախմբվելով այդ իրավիճակը փոխենք իրար հետ։ Ձեզ ստում են, որ ասում են մենք, այս բոլորս, այստեղ ենք, որ անցյալը վերադարձնենք։ Մենք չենք ուզում անցյալը վերադարձնել, ոչ թե որովհետև որ ինչ եղել է անցյալում վատ է, այլ որովհետև դա տեխնիկապես էլ անհնար է։ Ոչ ոք այստեղ չի անցյալը վերադարձնելու համար։ Մենք այստեղ ենք, որ մեր պատկերացրած ապագան կառուցենք։ Մենք այստեղ չենք, որ ինչ դպրոցներ օրինակ կառուցվել են վերջի տարիներին քանդվեն, ասֆալտը օրինակ քանդվի։ Դրա համար չենք այստեղ։ Բայց այստեղ ենք, որ դուք այս արհեստական երկընտրանքից ասֆալտ թե անվտանգություն դուրս գաք, որ ձեզ չառաջարկեն, չլռեցնեն, որ կառավարությունը, տեսեք, մեզ պիտի շնորհակալություն հայտնեք, ասֆալտ է արել, դպրոց է կառուցել, բա ինչ պիտի աներ ուրիշ կառավարությունը։ Բա ինչ պիտի աներ ուրիշ կառավարությունը, բա ինչի համար են կառավարություն։ Մենք այստեղ ենք այդ արհեստական երկընտրանքից ձեզ դուրս հանելու ու առաջարկելու մրցունակ ու անվտանգ պետություն, անվտանգ հայկական մրցունակ
պետություն։ Հուսով եմ առաջիկայում առիթներ կունենանք դրա մասին շատ խոսելու։ Ես հավատում եմ, որ դրան հասնելու ենք, չգիտեմ ինչքան ժամանակ է պետք դրա համար, բայց պիտի փորձենք այնքան, մինչև ստացվի։ Շնորհակալություն։